որոնք են եկեղեցու դեմ այս հարցակումների հերրական նպատակները։ Եկեղեցին թուլացնելուց հետո Հայաստանում փորձելու են հիմնել բազմաթիվ մզկիթներ եւ արդեն ոչ միայն կաթոլիկ քարոզչություն իրականացնեն այստեղ, ոչ միայն եհովականները իրենց քարոզչությունն իրականացնեն մեր ժողովրդի մեջ, ավետարանականները, հիսունականները, չգիտեմ այս կամ այն աղանդը, այլ արդեն սուննի մահմեդական քարոզչությունը իրականացվելու այստեղ, մզկիթներ են բացվելու, որոնց ղեկավարները, այսինքն կենտրոնները, որոնց գտնվելու են Բաքվում եւ Անկարա Ստամբուլում, այնտեղից ղեկավարելու են այս մզկիթներին եւ անունը դնելու են, որ մահմեդական հայերի համար է նաեւ, ինչպես նաեւ այդ ադրբեջանցիների համար է, որոնք պետք է իբր գան Հայաստան, բայց բացի դրանից սկզբից դրանց ճանապարհը բացելու համար Հայաստան կարող են ուղարկել հարյուրավոր, հազարավոր քրդեր, թուրքեր, ասել գնացեք, ասեք, որ մենք մահմեդական հայեր ենք։ Այդ մյուս դիվերսիան, որի մասին ես 20 տարի առաջվանից խոսում եմ, որ այս ամբողջ պատմությունը մահմեդական հայեր մասին, որ սկսվեց իդեպ 2004-2005 թվականներից, այդ իբր Թուրքիայում ապրում են միլիոնավոր մահմեդական հայեր, ինչ թիվ ասես, ով ինչ թիվ ասես ասում է, այնինչ մեկ մահմեդական հայ չկա աշխարհում։ Եթե մահմեդականություն է ընդունել, այդ մարդը ուրեմն ամբողջությամբ փոխել է իր ինքնությունը, ամբողջությամբ Հայաստանի նկատմամբ որևէ պարտավորություն, հոգեբանական ուրեմն կապվածություն ոչինչ չունի այլևս։ Հայոց լեզվի նկատմամբ նաև ոչինչ չունի։ Այս հեքիաթները Հայաստանում տարածվում էին 20 տարի առաջ իշխող շրջանակների կողմից, մասնավորապես հանրապետական կուսակցության, նաև դաշնակցություններ այս գործերի մեջ, այս մահմեդական հայություն կեղծ հեքիաթների մեջ մխրճված։ Եվ հիմա պարզ երևում է, որ այդ մահմեդական հայության խնդիրը բերելու են, ջարդելու են մեր գլխին շատ շուտով, ասելու են, սրանք մահմեդական հայեր են, հետո կտեսնենք մեր հարևաններն են սկսել նամազ անել, քանի որ այդ մզկիթները, որ Հայաստանում փորձելու են բացել, այդ մզկիթներն ունենալու են մեծ նյութական բազա եւ ֆինանսական բազա։ Ինչպես էին աղանդները մարդկանց ներքաշում, նաեւ այն ծանր տարիներին ֆինանսական օժանդակությամբ, ինչ-ինչ նյութական օժանդակությամբ, հետագայում տարածվեցին արդեն կարիերայի մեջ էին մարդկանց օժանդակում, որ դու պաշտոն կզբաղացնես, եթե լինես օրինակ այս կամ այն աղանդի անդամ։ Հիմա տեսնում ենք։ Բայց նույնը կատարվելու է մահմեդական այս մզկիթների բացումից հետո։ Այսինքն փորձելու են հայկական ինքնությունն ամբողջովին ջարդուփշուրանել նաև կրոնական եւ հոգեվոր ոլորտում։ Սա հերական նպատակները սրանք են։